Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղաքական վերլուծաբան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո։ Պարոն Աբովյան, հաղորդումը սկսեմ մեկ իրադարձային լուրից, այսօր արդեն Multi-Stone-ի աշխատակիցներն են բողոքի ակցիա իրականացնում, գնում են քննչական կոմիտե ու հայտարարում են, որ եթե հարցին լուծում չտրվի, փակելու են Երևան-Սևան մայրուղին։ Այս բոլոր ընկերությունների աշխատակիցների ճակատագիրը ըստ ձեզ ինչ է լինելու եւ նաեւ այս համատեքստում ուզում եմ հասկանալ ի վերջո Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը ինչ նպատակ է հետապնդում եւ նաեւ ընկերությունները փակել ինչ նպատակ է հետապնդում, խնդրեմ։ Նախ թույլ տվեք, հա, ամենասկզբից հաղորդման սկզբից շնորհակալություն հայտնել այն հազարավոր մարդկանց, ովքեր այս օրերին աջակցություն են արտահայտում Գագիկ Ծառուկյանին, իր թիմին, իհարկե իր ընտանիքին, շատ հուզիչ է, երբ որ անծանոթ մարդիկ, ովքեր միգուցե Գագիկ Ծառուկյանին հա սենց կյանքում չեն առնչվել իր հետ, փողոցներում կանգնեցնում են, մոտենում են, ասում են մենք ձեզ հետ ենք եւ այլն, ինչի համար են կարեւորում ամենասկզբից սա ասել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը ինքը իրականում առաջացրեց մի իրավիճակ, որը վստահ եմ իշխանությունները չէին հաշվարկել։ Իսկ այդ իրավիճակը կոչվում է հետևյալը՝ լայնագույն նույնիսկ, ասենց ասեմ, հանրային աջակցություն։ Հանրային ընդ որում, ասեմ, նույնիսկ այն մարդիկ, հա, ովքեր երբեք չեն եղել աջակիցներ Բարգավաճ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առումով, այսօր անվերապահորեն արտահայտում են իրենց աջակցությունը եւ դա շատ կարեւոր է, հա, հասկանալու համար այն իրավիճակը, որը ձևավորվել է։ Ինչ է անում իշխանությունը։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը մենք պատճառների մասին կխոսենք, այնուամենայնիվ փորձելով ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա, ինչը ապարդյուն է իրականում, ճնշում է գործադրում այն տասնյակ հազարավոր մարդկանց վրա, ովքեր աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում։ Եվ այդ մարդկանց ըստ էության, հա, պատժում են, հա, իշխանությունները, ինչի համար, որ մարդիկ իրանց, հա, քրտինքով հաց են վաստակում, իրենց քրտինքով աշխատում են այն հիմնարկներում, որոնք հիմնել էր Ծառուկյանը։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը իմ խորին համոզմամբ, հա, adekvatությունը կորցրած, ըստ էության այդ մի արտահայտություն չկա, այրվող հող, ասես մի արտահայտություն կա, այրվող հող է փորձում ձևավորել Ծառուկյանի շուրջ, բայց հակառակ էֆեկտ է գնում։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ այն գործողությունները, որոնք Գագիկ Ծառուկյանի հանդեպ արվում են, ըստ էության արվում են ում հանդեպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այսինքն այստեղ արդեն Գագիկ Ծառուկյանի, հա, որպես անձ, որպես քաղաքական գործիչ խնդիրը չի։ Խնդիրը արդեն շուտվանից դուրս է եկել լոկ մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի տիրույթից եւ դարձել է այո տնտեսական եւ համահայկական խնդիր, ինչը մենք տեսնում ենք բացի հա Multi-Stone-ից, որ այսօր մարդիկ դուրս էին եկել, ինչը մենք տեսնում ենք բազմաթիվ այն հիմնարկներից, որոնք կապարակնքվել են, հա, բայց այնուամենայնիվ ոչ ոք պատշաճ բացատրություն չտվեց, ինչումն է առաջինը Գագիկ Ծառուկյանի մեղավորությունը եւ ինչումն է այն մարդկանց մեղավորությունը, ովքեր աշխատում են կոնցերնում։ Այստեղ այդ կարևոր հարցը ինչումն է այդ մարդկանց մեղավորությունը, որովհետև տեսնում ենք, որ երբ լրատվամիջոցները գնում են լուսաբանել նրանց խնդիրները, շատերը կան, որ հայտարարում են, ասում են, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին, այսինքն աշխատել ենք Գագիկ Ծառուկյանի կազմակերպություններում, ընտրել ենք Փաշինյանին։ Այդ դեպքում ինչումն է նրանց մեղքը, եթե Փաշինյանն են ընտրել։ Ըստ երևույթի, որ ընտրել են Փաշինյանին, միգուցե դա է, հա, իշխանությունը մեղք համարում, սա իհարկե հեգնում են, բայց թույլ տվեք մի գաղտնիք բացեմ, հա, երբեք, ես դες պաշտոնապես սա հայտարարում եմ, Գագիկ Ծառուկյանը երբեք իր թիմակիցներին չի ասել, որ օրինակ գնացեք ընդեն հիմնարկներում, որտեղ հա ինձ են պատկանում, քարոզեք, որ միայն ու միայն ինձ ընտրեն, ասեմ ավելին, մշտապես եղել է ուղիղ արգելք, ուղիղ ոչ մի ձևով, ոչ մի պարագայում, ոչ մի նույնիսկ ակնարկով, հայացքով մարդկանց ընտրելու իրավունքին բռնանալ։ Այսինքն, եթե մարդ ուզում է գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, թող գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ուզում է մեկ ուրիշին գնա ընտրի, թող գնա մեկ ուրիշին ընտրի։ Ասեմ ձեզ ավելին, մարդիկ այսօր ձեռները խփում են գլխներին, որ գնացել են եւ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ըստ էության հենց Փաշինյանական իշխանությունն է
դարձել պատճառը, որ այդ մարդիկ այսօր հացի խնդիր ունեն։ Պարոն Աբովյան, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց հետ ինչ որ առումով ազնիվ է չէ եղել, որովհետև նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանն ասել է, ես որ ընտրվեմ, բոլոր առաջնորդների հարցերը լուծելու եմ, ունեզրկելու եմ նրանց, բոլորի գործարանները ձեռքներից առնելու, այսինքն մարդը երբ աշխատում է այդտեղ, լսում է թե ինչ է տեղի ունենալու Գագիկ Ծառուկյանի հետ, որին պատկանում են այդ գործարանները, չի գիտակցում, որ հետո այդ ունեզրկելով նաև իր աշխատանքն է կորցնում։ Ոչ, մենք ունենք մի իրավիճակ ներհայկական, կամ ներհասարակական, որը կոչվում է Թավշյա ֆենոմեն, երբ որ մարդիկ ուղղակի չեն ընկալում այն վտանգները, որոնք առաջացնում են այս կամ այն քայլերը իշխանության կամ հայտարարությունները։ Եթե մարդիկ գիտակցեին դա, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին չի բնավ, այս պարագայում եւ մեր մասին չի, Բարգավաճի մասին չի, առհասարակ մարդկանց մոտ ձևավորվել է մի իրավիճակ, երբ որ իրականությունը, որը կա եւ գլխի մեջ տեղի ունեցողը, այսինքն process-ները, իրանք իրար չեն համընկնում։ Երբ որ այո, ես բան չունեմ ասելու իշխանության, մասնավորապես Փաշինյանի բառամթերքը, որը ինքը օգտագործում էր, ինքը իլյուզիաներ չպետք է թողներ, որ սրանից հետո լինելու են Թավշյա մեթոդներ։ Ինչ Թավշյա մեթոդներ, ես դες խնդրում եմ, եթե երկրի ղեկավարը բացի սպառնալու վիրավորանքից, իլյուզիա։ Իլյուզիան երևի դա էր։ Թավշյա աշխարհայացք, որը չի համապատասխանում իրական աշխարհայացքին։ Նախընտրական բառամթերքին։ Եվ այդ նախընտրական բառամթերքը ըստ էության պետք է հուշեր մարդկանց, որ ներկայ իշխանությունը գալիս է, փորձում է վերարտադրվի, ոչ թե նրա համար, որ ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տնտեսական աճը եւ այլն, այդ ամենը ինքը գալիս է, օրինակ, չգիտեմ, Ծառուկյանին, ինչպես դուք ասացիք, սպառնալ եւ ալչի դուք չասացիք, արտաբերեցիք այն ինչ ասում էր, սպառնալ եւ փորձել ճնշումներ գործադրել։ Այստեղ խնդիրը եւս մեկ անգամ պետք է մատնանշեմ, պարադոքսալ է։ Եվ պարադոքսը նրանումն է, որ այո հայտարարել են, այո անում են, ու ես դες ասեմ ավելին, այդ բոլոր հայտարարությունները նույն Գագիկ Ծառուկյանը քաջ գիտակցելով, այնուամենայնիվ, փորձում էր իրավիճակը պահպանել այն շրջանակներում նվազագույնը, գոնե, չեմ ասի կոնստրուկտիվ քննարկում, բայց գոնե ծրագրային քննարկումը լներ։ Հիմա ինչ, եթե իշխանության ծրագիրը ներողություն Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժի լիդերի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար առանցքային դեր խաղացող հիմնարկների կամ այդ կազմակերպության ղեկավարի դեմ գործողություններ կատարելն է, ուրեմն ողբամը տենց իշխանության ու ողբամ առհասարակային իրավիճակին, որը ձևավորվում է Հայաստանում, որովհետեւ հասկանում եք խլելով, ջարդելով, նստացնելով դու երկրի հարց չես լուծում։ Եվ այստեղ այո, միանգամայն համաձայն եմ մարդիկ առանց կաշկանդվելու, չէ, տեսախցիկների մոտ, Ծառուկյանի մոտ, աշխատող մարդիկ ասում են գնացել ենք, այս մարդուն ենք ընտրել, այսինքն եւս մեկ անգամ խոսքը գնում է Փաշինյանի մասին։ Այսինքն եւս մեկ անգամ փաստում ենք, որ ըստ էության, այն ուժը, որ իրեն ներկայացնում էր որպես ժողովրդավարության ռաֆիրա, որ այդ ժողովրդավարությունից ոչ մի բան չի մնացել ընդհանրապես։ Եվ մեղադրում էր մասնավորապես Գագիկ Ծառուկյանին եւ մեզ ամեն ինչում, չգիտեմ, տենց հազար ներողություն հիմար բաներ էին հորինում, տենց ինչ որ բաներ էին ու աշխարհի մեղադրանքը բացի այդ Քենեդու սպանելու շնաց էլ մեր վրա կփորձեն, բարթեն եւ Տիտանիկը ծակելուց ինչ կա չկա մեզ մեղադրեցին։ Ըստ էության մենք 1000 անգամ ավելի ժողովրդավար ենք, Ծառուկյանը 1000 անգամ ավելի ժողովրդավար է, քան այս իշխանությունը, որը իրեն, չգիտեմ, վերին արտիցորենի տեղ դրած ըստ էության համատարած տերորա կիրառում Պարոն Աբովյան, դուք խոսում եք քաղաքական հեռատեսության մասին, ասում եք մեզ համար շատ պարզ էր, որ այն ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը կատարվելու է, Գագիկ Ծառուկյանն էլ շատ լավ տեղյակ էր, այսինքն գիտակցում էր, որ դա տեղի ունենալու, բայց չէր հատում այսպես կառուցողականության դաշտը։ Լավ, դա նախընտրական փուլում, որ չէր հատում։ Հետընտրական փուլում ակնհայտ էր, որ Բարգավաճ Հայաստանի հետ կապված խնդիր կար, հենց ամենասկզբից, երբ պարզվեց, որ 4%-ը չի հատում, հետո եղավ ԿՀ-ի որոշումը, որ առհասարակ այդ ընտրատեղամասերում վերաքվյարկություն չդրեցին, հետո արդեն գնացի ԿՍԴ, տպավորություն չէր, որ դուք փաստորեն ունեցել եք քաղաքական հեռատեսություն
իշխանություն, բայց գործողություններ չեք իրականացրել, այսինքն կարծես նստած սպասել եք երբ է մինչև վերջի կետին հասնելու իշխանությունը։ Ոչ, մենք երբեք չենք նստած սպասել, մենք առաջնորդվել ենք, առաջնորդվում ենք եւ առաջնորդվելու ենք հայ ժողովրդի, հայ ազգի եւ Հայաստանի Հանրապետության շահերից, ինչը միանշանակ թելադրում է, որ մեր բոլոր գործողությունները եղել են կան եւ մնալու են օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում։ Ինչի համար եմ համարում կարեւոր սա ընդգծել, որովհետեւ այս իշխանությունների բյուրեղիա երազանքներ, որ մենք պայմանական է հնարավորություն տանք ծայրից ծայր ջարդել, փշրել, մարդկանց բռնել եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե օրինակ խաղաղ բողոքի ցույցանեի, անհնազանդության ակցիա անեի, բողոքի ցույցել են եղել, անհնազանդության ակցիաներ են եղել։ Դե այդ մասշտաբներով չեն եղել, որը եւս մեկ անգամ կարող էր իրավիճակ փոխել։ Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք երբեք արեստականորեն մարդկանց փողոց չենք հանի, որովհետեւ որ արեստականորեն մարդուն ինչ պատճառներով, փողոց ես հանում, դա ըստ էության ցույց է տալի քո թուլությունը։ Մարդիկ մեր մեջքին կանգնած են, ժողովուրդը մեր մեջքին կանգնած է, միգուցե այն գործընթացները, որոնց դուք ականատես եք, այդքան, չգիտեմ, 100,000-ներով բազմաշատ չէին, բայց դա էլ ունի իր օբյեկտիվ բացատրությունը։ Բացատրությունը նրանումն էր, որ մենք չենք հասկանում, որ մեզանից գողացան մեր ձայները։ Մենք չենք հասկանում, որ 60,000 մարդու ձայները տվեցին գետնով։ Լավ հասկացաք, բայց ինչ արեցիք։ Ինչ արեցիք։ Բոլոր վիճարկեցիք, ՍԴ թողեց ուժի մեջ ու այս հարցը փակվեց։ Տեսեք, մենք բոլոր, եւս մեկ անգամ կրկնեմ, բոլոր օրենքով եւ սահմանադրությամբ նախատեսված քայլերը արել ենք, անելու ենք եւ շարունակելու ենք անել։ Ասեմ ավելին, թե սահմանադրությունը, թե օրենքները շատ լայն շրջանակ են ասենց ձևավորում օրենքի ասենց ասենք տարին համապատասխան քայլեր ձեռնարկել եւ հավատացնում եմ ձեզ, որ բոլոր քայլերը օրենքի եւ սահմանադրության ներքո, որոնք թույլ կտան մեզ թե մեր պոզիցիան հասցնել, թե Ծառուկյանի հանդեպ այս լկտի ապօրինությանը վերջ տալ, իրենք կիրառվելու են միանշանակ, բայց եւս մեկ անգամ կրկնեմ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում։ Ձեզ թվում է իմ սիրտը չի տարակում։ Յուրաքանչյուր հայ մարդու սիրտն էլ տարակում է այս խուժանությունը տեսնելուց։ Բայց դրա հետ մեկտեղ էլ մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ այն վարքյանից սկսած, երբ որ գայթակղությունը ուղակի ասենց արտահայտություն կա, ասենց մազերդ խառնես ընկնես ապօրինի գործընթացների մեջ, ինքը միանգամից ուղղակի արժեզրկում այն ամենը, ինչի համար մենք պայքարում ենք։ Մենք չենք պայքարում, չենք պայքարել եւ չենք պայքարելու։ Եվ սա թույլ տվեք նույն Գագիկ Ծառուկյանի խոսքերը մեջ բերեմ։ Իշխանության կամ մանդատի համար։ Մեր պայքարը եղել է, կա եւ մնում է Հայաստանի Հանրապետության հայ ազգի ու հայ ժողովրդի։ Չէ, դա ոչ թե իշխանության կամ մանդատի է, այլ այդ ձեր ասած 60,000 ընտրողի ձայնը եւ ընտրելու իրավունքը պաշտպանելն էր։ Այո, եւ մենք պաշտպանում ենք, եւ մենք պաշտպանում ենք, որ արեստական է մարդկանց փողոց դուրս բերելը։ Եւ մենք պաշտպանում ենք, պաշտպանել ենք եւ կպաշտպանենք մինչեւ չհասնենք այն արդարացի լուծումներին, որոնք պետք է հասնենք։ Ինչ վերաբերում է արեստականորեն, ես սա պատասխանում եմ իշխանություններին, որոնք հոգնեցին ստելով, ասելով իբր նույն ընտրությունների ժամանակ մենք ինչ որ ձևերով հետաքրքրացնում էինք մարդկանց, որ գնանք քվեարկեն։ Այդ շինց ու ընտրակաշառքների գործերի մասով, այդ, չգիտեմ, սոցցանցերում տարածում էին իբր Ծառուկյանը իր հիմնարկներում աշխատողներին, ասում է գնացեք եւ ինձ ձայն տվեք։ Տեսեք, հենց հիմնարկի աշխատողներն են, չէ՞, հակառակը ասում։ Դուք գտնեք հարյուրավոր մարդկանց, շատ չէին, բայց այնուամենայնիվ ովքեր ասում էին մենք գնում ենք մեր ձայները տայինք Նիկոլ Փաշինյանին, բայց դուք գետ մեկ հոգի չեք գտնի, ով կասի ինձ ասել են, որ ես գնամ օրինակ ձայնը տամ Գագիկ Ծառուկյանին։ Սա է սկզբունքային տարբերությունը։ Սա է, եւ այդ տարբերության համար արժե պայքարել իրականում։ Պարոն Աբովյան, ես ուզում եմ պայքարին անդրադառնալ։ Դուք ասացիք, որ Գագիկ Ծառուկյանը վայելում է լայն հանրային աջակցություն, որովհետեւ մարդիկ մոտենում են ձեզ, չգիտեմ, զանգարում են իրենց աջակցությունն են արտահայտում։ Ինչու է գտնում, որ այդ լայն հանրային աջակցությունը մոբիլիզացնելու եւ ի ցույց դնելու տարբերակը սխալ է, որովհետեւ տեսեք հիմա ես, չգիտեմ, Պողոսը, Պետրոսը, ով գիտի, որ այդ լայն հանրային աջակցությունը կա։ Դա գիտեք դուք ասում եք ձեր մասնավոր շփումներից, հիմա մնում է կամ հավատալ կամ չհավատալ։ Իսկ ինչու դա չվիզուալիզացնել։ Ես դա չեմ հասկանում, խնդրեմ։ Իսկ ով ասաց, որ չմոբիլիզացնել եւ չվիզուալիզացնել։ Դեռ չենք տեսնում։ Չէ, վիզուալիզացնել կտեսնենք։ Ահա։
Դե հիմա ասեք ձեր գործիքակազմի պլանների մասին։ Այսինքն դուք ուզում եք, որ ես հանրային տիրույթում սկսեմ պատմել գործիքակազմի մասին։ Լուրջ։ Այսինքն դուք ուզում եք, որ ես հիմա հանրային տիրույթում սկսեմ պատմեմ մենք ինչ ենք նախատեսում կամ ինչ չենք նախատեսում։ Բայց նախատեսում եք։ Մենք քաղաքական ուժ ենք, մեր լիդերը ապօրինի բերդում է։ Քայլերը չեն դանդաղում, լավ պարոն Աբովյան, եթե նույնիսկ չեք ուզում գաղտնազերծել։ Ոչ։ Չէ, գաղտնիք չկա այստեղ, պարզապես որքան ժամանակ անցավ, որ պարոն Ծառուկյանին ազատազրկեցին։ Մի քանի օր եւ այդ մի քանի օրվա ընթացքում բավականին լայն գործողություններ են կատարվում են կրկնեմ սահմանադրության եւ օրենքի սահմաններում, որովհետեւ մեզ համար սկզբունքային է, որ մենք հանգարց գայթակղությանը չընկնենք, իշխանության սադրանքների տակ չընկնենք, հավատացնում եմ ձեզ, թե մոբիլիզացնելու, հա, թե այն ամենը, ինչ դուք թվարկեցիք, ի ցույց դնելու, հա, մենք խնդրեմ չունենք եւ այստեղ թույլ տվեք ես եւս մեկ անգամ հանրային տիրույթում, հա, մեր կուսակցության եւ մեր լիդերի հանդեպ մեր նախատեսվող, հա, օրենքի շրջանակներում քայլերի մասին չհնչեցնեմ։ Շատ լավ, պարոն Աբովյան, ես ուզում եմ նաև խոսել ընդհանուր ընդդիմության անելիքների մասին, այսինքն ընդդիմության այս համախմբվածության, այս բառը վերջերս արդեն շատ ենք շահարկում, բայց այնուամենայնիվ։ Ուրեմն Անդրանիկ Թևանյանը, որը դարձյալ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակում էր երկրորդ համարն էր, ուղերձ է հղել բանդից, այսպես ասած, ասում է, եթե այս ապօրինությունների եւ բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։ Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է, նա սրանով նաեւ անդրադարձել էր Արեգ Նազմանուկյանին, որը դարձյալ ձեր ցուցակով էր, այսինքն ինչ ժամանակը ձգվում է, հերթով ընդդիմադիր գործիչներին տանում են։ Հիմա ես ուզում եմ, որ անդրադառնաք այս համատարած դիմադրությունը ինչու տեղի չի ունենում, լինում թե չի լինում։ Դե հիմա դուք պատմեք, մենք իմանանք լինում է թե չի լինում։ Չէ, դե պատմելով ոչ չի։ Գոյություն ունի հետևյալը, հիշեք, որ կոնսոլիդացիոն գործընթացները մեկնարկել էին թերևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի, հա, առաջ, երբ որ լսվում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների ճակատագրի մասին որոշումը, եւ այնտեղ առաջինը հենց մենք էինք, որ հայտարարեցինք, որ կոնսուլտացիոն գործընթացներ ենք սկսում եւ այդ կոնսուլտացիոն գործընթացները իրենք եկան եւ բերեցին մի իրավիճակի, երբ որ գրեթե բոլոր իրական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, հա, ներկային նույն ԿՀ-ի դիմաց։ Ես որպես տեխնիկական օրինակ եմ բերում։ Դրա հետ մեկտեղ, այո, ես ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, որ կոնսոլիդացիոն գործընթացները պետք են, ասեմ ավելին, գործընթացները կոնսոլիդացիոն ընթանում են եւ այդ ընթացքը ինքը գաղտնիք չի, դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել են sense ընդդիմադիր ուժեր, բայց այստեղ խնդիրը նրանումն է, որ եթե մենք խոսում ենք կոնսոլիդացիոն ուժերի եւ կոնսոլիդացիոն գործընթացների մեջ, այստեղ շատ կարեւոր մի փաստ կա։ Ընդդիմությունը հավաքական հասկանում է, որ միայնակ առանձին ոչ մի կուսակցություն չի կարող ոչ մի բան անի։ Խոսքը գնում է դիմադրելու ինչու ոչ, հա, ապա հայաֆիկացմանը Հայաստանի Հանրապետության, որին մենք ականատես ենք, եւ Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։ Եվ իհարկե քաղբանտարկյալների, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի, հա, այդ շրջանակներում գործընթացներին։ Կա գործընթաց, թե ինքը ինչ փուլում է, ոնց է, ինչ է, ես այս պարագայում առայժմ պատրաստ չեմ ինչ-որ բան ասել։ Բայց չի դանդաղում։ Չէ։ Ասեմ ավելին։ Եվ գետնի վրա է տեղի ունենում, այսինքն հայտարարություններից նաև դուրս։ Միանշանակ։ Շատ լավ, պարոն Աբովյան, ես ուզում եմ նաև անդրադառնանք պարոն Թևանյանի ասացի երկրորդ հատվածին, Արցախի ճակատագրից խուսափելու համար միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։ Արդյոք Հայաստանի սպասվում է Արցախի ճակատագիրը այս պահին։ Ավելի վատ ճակատագիր է սպասում, որովհետև արցախցիները ունեին Մայր Հայաստան, հա, մեր մի հայրենիքի մի փուճուրիկ մասից, հա, հայերը կարային գային Մայր Հայաստան, իսկ մենք ունենք գնալու։ Այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, այն գործընթացները գետնի վրա, որոնք իրականանում են, այդ գործընթացների միակ տրամաբանական վերջը դա Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է։ Եվ այդ ապամոնտաժման մասին իշխանությունները ուղիղ չեն ասում, որ տրամադրությունները մեր չընկնի, հա, ըստ երևույթին, շատ չտխրենք, բայց այնուամենայնիվ իրենց քայլերի եւ նպատակների համադրությունը
ցույց է տալի հետևյալը, որ այս մարդկանց իշխանության, հայրենասիրությունը եւ հայրենիքի մասին հոգալը սկսում եւ ավարտվում է երկու պարագաներում։ Առաջինը իրաց փողերի ապարքեվավճարների եւ այլն, տենց չաղ ու բախտավոր կյանքերի, եւ երկրորդը էժանագին դեղին պլաստմասի, որը տենց Հայաստանի կոնտուրներով կտրել են ու տենց խփել են իրանց կրծքերին ու տենց լուրջ դեմքով ման են գալի։ Մենք պետք է լինենք իրատես, իսկ իրատեսությունը ասում է հետևյալը. Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն արևմտյան Ադրբեջան կոնցեպտ, որի մասին այս իշխանության մոտիկ եղբայր, բարեկամ, չգիտեմ, Ազիզ ախպեր, հազար ներողություն, Ոմն Իլհամ Ալիևը այսօր նույնպես հայտարարեց, օրինակ նույն Զանգեզուրի Միջանցքի եզրույթը, որը սրանք առավոտից իրիկուն մեզ պատմում են, որ տենց բան չկա։ Դե լավ, կոնցեպտը հետևյալն է՝ արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների բնակեցում։ Այդ կոնցեպտի ներքո պետք է կատարվի 3 հիմնարար քայլ։ Առաջինը՝ իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության գոյության պետք է վերափոխվի Սահմանադրությունը։ Խնդրեմ, սահմանադրության փոփոխությունը դա արևմտյան Ադրբեջանի սահմանադրության գործընթաց է։ Ուզում են անունը դնեն, չգիտեմ, 4-րդ Հայաստանի Հանրապետություն, 4-րդ չգիտեմ ինչ կհորինեն, դա կապ չունի։ Հենքը հետևյալն է, որ պետք է դուրս հանվի սահմանադրությունից ազգային եւ պետական կոպիտ ասած, բոլոր այն դրույթները, որոնք կխանգարեն արևմտյան Ադրբեջանի դե յուրե ձևավորման։ Միգուցե անունը չլինի արևմտյան Ադրբեջան, բայց այնուամենայնիվ տրամաբանությունը մեջը կլինի դա։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնում այսպես կոչված դելիմիտացիա դեմարկացիա։ Ես ուզում եմ, որ մենք ավելի խորանանք։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ ես շատ լավ հիշում եմ, քանի որ դուք ինձ էքսկլյուզիվ հարցազրույց եք խոստացել, դուք ասում եք սկզբում տալու են անկլավները, հետո այնտեղ այսպես ասած վերաբնակեցում։ Այո, ես դրա համար հետո ինքս ինձ ուղեցի, բնակեցնելու են ադրբեջանցիներին ու այդպես էլ արդեն լինելու է իրենց։ Շարունակենք էքսկլյուզիվի շարքը։ Խնդրեմ, շարունակեք, որովհետև վերջերս նաև Նիկոլ Փաշինյանը ինչ որ հայտարարություններ արեց։ Այո, տեսեք, ինչպես է ձևավորվում արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, իրականացվում։ Մենք խոսեցինք, չէ, որ մեզ վախեցնելու են պատերազմով, ասելու են, որ դա ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի հետ եւ այլն, խոսքը գնում է սահմանադրության փոփոխության, բայց այնուամենայնիվ ադրբեջանցիների բնակեցման եւ Հայաստանին արևմտյան Ադրբեջան ձևավորելու տեխնիկապես գետնի վրա քայլերը, իրենք իրականացվելու են առաջին հերթին սահմանադրությունը փոխելով։ Երկրորդը տարածքներ։ Տեսեք, մենք խոսեցինք ձեզ հետ, որ իբր անկլավների բանի, հիմա Արցվաշեն են խոսում, չգիտեմ ինչեր են խոսում, չգիտեն արդեն ոնց որ պատին գլուխները տան, որ մեզ համոզեն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին հող հանձնելը դա Հայաստանի Հանրապետության շահերից է։ Դա գիտեք ոնց է, ես ձեզ մի օրինակ բերեմ, դա ոնց որ մարդուն ասես պետքա քու աջ ու ձախ երիկամը հեռացնենք, թե չէ, քեզ չեն կարա գնենք ակնոց -2, որովհետև դու վատ տեսողություն ունես -2-ը, ակնոցը գնելու համար պետք է թոքդ ու պոչկետ հեռացնենք։ Իսկ որ ասես ախպեր, ինչ կապ ունի ակնոցը աչքը պոչկետ, կասի ոնց դու ուզում ես որ ինքը քոր մնա։ Պատկերացրեցիք, չէ՞, այդ նենգա լկտիաբար նենգա փոխությունը, երբ որ Արցվաշենի անուն են տալի ու տալիս են իբր նույնա թովել խոսում են, ասում է, բայց դուք չեք մտածում 240 կիլոմետր օկուպացված, բայց դա ոնց կազատագրենք։ Այսինքն նորմալ չէ, գնացեք ազատակ, բայց դուք եք իշխանությունը։ Ինչ հող հանձնելով պետք է ազատագրեք, ինչ տարբերություն այդ պարագայում ասեմ։ Տարբերությունը նա է, որ Հայաստանի խորքում բնակեցվելու են ադրբեջանցիներ եւ բնակեցվելու են հետեւյալ տրամաբանության ներքո։ Իշխանությունը, այսպես նայելով աչքերի մեջ ասել է ժողովուրդ, ես խոստացել եմ, որ ադրբեջանցիներ չեն բնակվի Հայաստանի տարածքում։ Իսկ դա Հայաստանի տարածք։ Իսկ դա Հայաստանի տարածք չէ, նույն հաջողությունով կարան Երևանի կեսը հայտարարեն օրինակ անկլավ։ Հասկանում եք։ Այսինքն այդ բնակեցվելը հələ մի այբ է, շարունակում ենք էքսկլյուզիվի շարքը։ Իսկ այդ բնակեցվողները ոնց են հարաբերվելու Ադրբեջանի հետ։ Ճանապարհները, որով պետք է գնան, չէ՞, ի վերջո։ Ո՞վ է վերահսկելու։ Դե բնականաբար այն կամերանա, չէ՞։ Իշխանություն ով է վերահսկելու։ Մի հատ պատմեք էլի ժողովրդին, այդ որ անկլավներ եք խոսում Հայաստանի տարածքում, ճանապարհներին ովքեր են կանգնելու։ Մենակ հոռոմ տատու հեքիաթները չպատմեք էլի։ Ինչ եք խոսացել Բայրամովի հետ, ինչ եք խոսացել տարբեր ադրբեջանցիների, որ փսփսում եք իրարական ջին։ Մի հատ էլի պատմեք։
Իսկ կարող է այդ ստացվի, որ Հայաստանի հիմնական հանգույցները մեկ էլ հոп համատեղ վերահսկողության տակ գտնվեն կամ օրինակ մեզ ասեն, դե հիմա դե պետք չէ ադրբեջանցին Ադրբեջանի հետ հարաբերվի եւ այլն։ Դիմացն էլ բերեք 2 վեդրո ադրբեջանական բենզին ասեք զատո մեզ բենզին են ծախում։ Սա է կազմակերպման մեխանիկան։ Երրորդ փուլով, երբ որ ադրբեջանցիներին կբնակեցնեն եւ արդեն կհարաբերվի, իրենք զուգահեռաբար անելու են հետեւյալը. կատաղի տերոր է լինելու տեղեկատվական հետեւյալ ձևով։ Ուրեմն ով դեմ է այս ամենին ինքը ուզում է պատերազմ, սրանք այնքան են գժվել, որ արդեն չեն հասկանում, որ պատերազմի այդ վախեցնելու թեզը, հա, ինքը ինչ ասում է, եթե չես ուզում երկիրը հանձնես Թուրքին, ուրեմն դու ուզում ես պատերազմ։ Իսկ այդ տրամաբանությունն է սրանց մոտ։ Մենք սա պետք է հստակ հասկանանք։ Դրա համար իրենք նյարդացած գլուխները պատով էին տալի, երբ որ օրինակ նույն Գագիկ Ծառուկյանը ասում էր օրինակ դեկտեմբերի 5-ին 2025 թվականին Ալիևը դուրս ա գալի, ասում է պետք է ադրբեջանցի բերի։ Սրանք Ալիևին թողում են մի կողմ, շուռ են գալի ասում են մի խոսացեք դրա մասին, ով դրա մասին խոսում է շպիոնը։ Ա դուք աննորմալ չեք։ Պարոն Աբովյան։ Ասեմ ավելին, էդ էլ եկեք հիշացնենք, ամեն անգամ հիշացնելու եմ։ Երբ որ սրանք ինչ-որ բաներ են խոսում, թող մի հատ առաջին հերթին հիշեն, որ Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների բնակեցման վտանգի մասին, որը վտանգում է Հայաստանի Հանրապետության գոյությանը, խոսացել է եւ ամրագրել է, այն որ ասում է թուղթ ու պեչատով ու ստորագրությունով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Այլ ոչ թե, հա, տենց ընդդիմությունը որոշել է, որ պետք է բան անի։ Դրա մասին խոսա, որ գա իշխանության։ Ժորժ ջան, ասելու վերջը Քրիստինե Գրիգորյանն էլ արդեն գործակալի պիտակ կպցնեն իշխանությունները։ Պարոն Աբովյան, լավ, սա կատակ պարոն Աբովյան, հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանի այս վերջի ճեպազրույցի հայտարարությունները մենք կարող ենք թե որքանով բացեցիք, բայց հասկանանք ինչ տարածքների մասին է նա խոսում։ Նա հստակ չի ասում։ Ասում են Տիգրանաշեն ոչ հերքում է, ոչ հաստատում է։ Հետո ասում են, եթե այդ տարածքները, որոնք սահմանազատման քարտեզի վրա, որոնք գոյություն ունեն, եթե մենք կտրենք, նրանք էլ ջերմուկը կկտրեն։ Այսինքն դա նշանակում է այնտեղ որտեղ ինչ ջերմուկը մտնեն Հայաստանի տարածք։ Թե իրենք արդեն մտածեն։ Տեսեք, այս մարդը վախեցնում է, ինքը ստիպում է մարդկանց համաձայնվել Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնմանը։ Հասկանում եք։ Որ ասպատ չտան կմտնեն, կկտրեն, բա դու պետություն ես, բա դու բանակ ունես, հա տենց նույն հաջողությունով կարան վաղը դուզ գան ասեն կոնդը պտի տանք, թե չկգան կոմիտասը կկտրեն։ Կամ, չգիտեմ, Տավուշից մի մասը պտի տանք, թե չկմտնեն ժողովուրդ ջան, պետությունը նրա համար է պետություն, որ չմտնեն ու չկտրեն։ Բայց պարոն Աբովյան, նրանք արդեն մտածեն։ Միանշանակ, այո։ Այսինքն սա ինչ է նշանակում, սա չտանք, որովհետև նրանք էլ կպահեն իրենց օկուպացիացը։ Տեսեք, նույն հաջողությամբ, չէ, ոչ թե առաջին հերթին սկսենք նրանք ոչ մի բան չեն օկուպացրել, սրանք են օկուպացրել։ Այսինքն այս իշխանության բարեկամ ընկեր թուրք-ադրբեջանցիների երկրորդը։ Այս իշխանությունը, եթե ուզում եք հասկանալ տրամաբանությունը, պետք է նայեք Թուրքիա եւ Ադրբեջանի հետաքրքրությունների ներքո։ Սուտասան թեզերը, հա, կամ սուտ թեզերը փորձելով առաջ տալով մարդկանց ստիպել համաձայնվել Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը, դուք ասում եք, որ տարածքներն է, եկեք հիշենք ինչ է ասում օրինակ նույն Թշնամին։ Թշնամին ասում է հետևյալը. ես պետք է վերահսկեմ Հայաստանի Հանրապետության լոգիստիկ ուղիները։ Ու պարզ է, եթե վերահսկում ես լոգիստիկան, վերահսկում ես ամեն ինչ։ Առաջինը, ձեզ թվում է Գորիս Կապան ճանապարհը իզուր հանձնեցին միանգամից։ Այսինքն մենք արդեն ունենք չէ խնդիրներ հարաբերվելու Իրանի հետ։ Ինչի համար Տավուշ, որովհետև դա Վրաստանի հետ։ Տավուշի մի հատ եկեք հիշացնենք մարդկանց։ Նույնիսկ Փաշինյանի հա ամենալուրջ տենց երկրպագուներին, որոնք փոքրաթիվ են, բայց առայժմ մնացել են։ Բայց հիշում եք մեզ ասում էր, որ Տավուշում տարածքը տալիս ենք, մեկ դիմացին ինչ-որ տարածքներ ենք ստանում։ Հիշում եք։ Շուտ թվեր էին ասում, գյուղեր էին ասում, բա ուր է այդ ամենը։ Ինչի համար մենք տվեցինք եւ չստացանք։ Միգուցե ի սկզբանե տենց էլ մտածված էր, պարզապես գնացին մարդկանց վախեցնում, նստում մարդկանց դեմը խոսում ասում, եթե չտակ ձեր հողերը 10 օր հետո պատերազմ կլինի։ Բա դուք ինչ գործ ունեք իշխանության այդ պարագայում։ Հա, բայց հիմա էլ ասում են նույն Կիրանցում ես հաղթել եմ, չէ։ Եսով։ Փաշինյանը։ Ալիևն էլ ասում, որ հաղթել եմ։ Ըստ երևույթի իրանք երկուսով Կիրանցին հաղթել են։ Հիմա Տավուշում փաստորեն նոր տարածքներ են սպասվում, որ պետք է հանձնվեն։ Տեսեք, ես կարող եմ ասել հետևյալը. ինչ տարածքն էլ հանձնվի, հա, ինքը լինելու է կարևորագույն առանցքային մեզ համար ստրատեգիկ կետ, խորքում։
սկսած Տիգրանաշեն, Տավուշ, չէ, խորքում է լինելու, որովհետև Ադրբեջանը խնդիր ունի ամրապնդվի Հայաստանի խորքում։ Եվ միայն այդ ամրապնդման պարագայում զուգահեռելով իրավական հիմքեր, այսինքն սահմանադրության փոփոխությունը, հա, իրեն կարող են Հայաստանի ապամոնտաժման, այսինքն Արևմտյան Ադրբեջանի վերածելու գործընթացը հասցնել միջև վերջ։ Այլ տարբերակ չէ, դա տեխնիկապես հնարավոր չի առանց այն քայլերի, որ այս իշխանությունը կատարում է։ Հələ դրեք մի կողմ էլի մոռացեք ընդդիմություն, իշխանություն, չգիտեմ ինչ, պարզապես բացեք քարտեզը նայեք։ Մի լսեք այդ որը ամենա, գիտեք, վերջի արգումենտներին չտանք պատերազմա լինելու։ Ապա պատերազմները միշտ լինում են նրա համար, որ գալիս են քեզից ինչ-որ բան են ուզում, դու չես տալի ու սկսում են պատերազմ։ Հիմա իրանք ինչ են ասում, ասում են եկել են ուզում են երկիր եկեք երկիրը տանք, որ պատերազմ չլինի։ Էտա ուրիշ բան ման մի եկեք։ Բայց հասարակությունը ընտրում է ճանապարհը պարոն Աբովյան, այսինքն դեռ ազդում է հասարակության վրա։ Հասարակությունը բացարձակ մեծամասնությունը հասարակության այս իշխանությանը ձայն չի տվել, բացարձակ թվերով դրեք մի կողմ դոնթի բանաձև։ Դուք պատկերացնում եք, դե լավ, ուրիշ բան, մենք Հայաստանում չենք ապրում, մենք չգիտենք ինչ կատաղի տերոր էր կատարվում մարդկանց հանդեպ, ում ահաբեկելով տանում էին ընտրատեղամասեր, բազմաթիվ համացանց կարդացեք, բազմաթիվ բաներ կա, հենց իշխանությունը, չէ, չգնաց չընտրես գործից կզրկվես։ Դե մեկն էլ Կիրանցի մասների, դեպ ես հիշեցի Կիրանցը, բայց Կիրանցի բնակիչներից մեկը գրել էր դրա մասին, հետո նրան աշխատանքից ազատել։ Խնդրեմ, ասեմ ձեզ ավելին, այն ծավալը, հա, քողարկված ընտրակաշառքի, որ այս իշխանությունը բաժանեց, ուղղակի բժշկական ապահովագրություն, որը ընտրությունից հետո լրիվ հիմա վերաձևափոխվել է, կրճատում են, չէ՞, այդ ապահովագրության շահառուների ցանկը, կրճատում են ապահովագրության մեջ ներգրավված հիվանդությունների այդ վճարները կրճատում են, չէ՞, ժողովուրդ ջան։ 10,000-ները, որ բաժանեցին թոշակառուներին, սկզբից հեգնեցին, ձեռ առան, ինչքան կարան թոշակառու մարդկանց, հետո զգացին, չէ, ինչ-որ մարդիկ թերևս վիրավորվելու ունակություն ունեն, այս իշխանությունը պարզեց, որ Հայաստանի թոշակառուն կարող է վիրավորվի։ Շուտ հիշեցին, որ թոշակառուին հիշում են 10,000 դրամով բարձրացրեցին ընտրությունից անմիջապես առաջի որոշումը, որը եղել էր իշխանության ակցիզների բարձրացումը, որը հարգելի թոշակառուներ այդ 10,000-ը փոզմիշ արեց։ Ինչին մատդ կպցնում ես, խաբել են։ Այս ամենից հետո, էլ չեմ խոսում Բարգավաճի 60,000 ձայնը, էլ չեմ խոսում 3 տեղամասերում, որ ուղակի 3,000 հոգու զրկեցին ընտրելու իրավունքից, որ չեղարկեցին։ Հիշում եք, չէ՞, այդ սաղ պատմությունները։ Նույնիսկ այդքանից հետո, ջարդելով ուղակի, փշրելով օրենքները, սահմանադրությունը, ժողովրդին, 150+ չկարողացան Լավ, պարոն Աբովյան, հիմա փորձելով ամփոփել այդ բոլոր մեթոդները, որ դուք թվարկում եք իշխանության, օրինակ Բարգավաճից 60,000 ձայն գողանալ, չգիտեմ, ընտրատեղամասեր եւ այլն, փաստորեն այդ մեթոդներով իրենք կարողացան ստանալ բաղձալի 3/5-ը։ Հիմա, երբ Ալիևը խոսում է, ասում է, միջև սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չի կնքվելու, ընդդիմությունը ինչպես է պայքարելու այդ սահմանադրությունը փոխելու դեմ, որովհետև 2/3 իշխանությունը չունի, բայց դուք թվարկում եք այն մեթոդները, որոնց նրանք տիրապետում են։ Այո, սահմանադրական մեծամասնություն չունի, փառքասու, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա ինչպես է պայքարելու եւ ոնց է պայքարելու, կարծում եմ այդ գործիքակազմի մասին խոստանում եմ, որ ճիշտ առանձին զրույց ենք ունենալու, ես կգամ եւս մեկ անգամ էքսկլյուզիվներով կխոսեմ։ Եվ կարող եմ ասել մի բան, որ պայքարը շատ շուտվանից դուրս է եկել իշխանություն ընդդիմություն տիրույթից, հա, առհասարակ գործընթացները։ Իրենք հիմա հետևյալ տրամաբանության մեջ են։ Կունենանք մենք Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Եվ այս թեզի մասին իմիջիայլոց բազմաթիվ անգամ ընդգծել էր, ասել էր Գագիկ Ծառուկյանը եւ ըստ էության պատճառներից մեկը, որ այսօր պարոն Ծառուկյանը գտնվում է ճաղերի ետևում, հանդիսանում է այն, որ այդ մարդը 3, հա, պայմանական իբր մեղք ունի այս իշխանության առջև։ Առաջին ինքը հայ է,
երկրորդը ինքը Հայաստանն է սիրում եւ երրորդը ինքը ճշմարտությունն էր ասել, ուրիշ մեղավորություն չկա։ Պարոն Աբովյան, տեսեք, շատ կարևոր է, որ եթե նույնիսկ դուք չեք ասում ձեր մեթոդները ու հետո գալու եք էքսկլյուզիվ ինձ հարցազրույց տակ, շատ կարևոր է հասկանալ արդեն իսկ ընդդիմությունը այդ ուղղությամբ, օրինակ սահմանության փոփոխության մտածում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մտածում է, նա այն օր ասաց, ես գիտեմ, որ ես չունեմ 2/3, բայց ես ունեմ ծրագրային խոստում, որ պետք է փոխեմ սահմանադրությունը ու կմտածենք։ Մեր ծրագրում ներառված է, մեզ էլ ընտրել են։ Հա, իրանց չեն ընտրել, սկսենք դրանից եւ ինքը գիտի, որ Այսինքն արդեն մտածում է, ինքը գիտի, որ իրան չեն ընտրել եւ իր թիմն էլ գիտի, որ իրանք չեն ընտրել, դա գիտի, ուրիշ բան, որ այո, իրենք ունեն գործողությունների տրամաբանություն։ Եվ այո, որ էֆեկտիվ դիմակայես Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը, դու էլ պետք է ունենաս գործողությունների տրամաբանություն։ Ես դեսեք միանգամայն համաձայն եմ, հնդածս կխոսենք դրա մասին։ Շատ լավ, ես կսպասեմ ձեզ, շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի ԲԿՔ խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ, մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։